Էսի այս ձայնային ժողովուրդ ջան վերաբերում է ինձ եւ ինքեր Գագիկ Ծառուկյան գույ ուրիշ ոչ մեկին հենա դեմս ստացա ես եմ Քրիստիկնա ու ինքնա ուրիշ մարդ չկա էսի խիստ եմ որ ասում է գաղտնի ձայնագությունը վերաբերում է ինձ ու Գագոյին խնդրում եմ ուրիշ ոչ ոք չլսի ուրեմն Գագոյ Քրիստիկ դու էլ լսի Ես այդպես էլ չկարացա հասկանալ քո պատկեր։ Էտա բոյով, ջանով, բուսաթով, մուսկուլնի, արլյուծնի, պահմես, գագոն բարի մարդա, էսա, էնա եւ այլ։ Բայց ես չհասկացա քո կերպարը։ Ամենայն անկեղծությամբ։ Իմ մոտ տպավորությունն է, որ դու մեկ էլ մի հատ քաղաքապետարանում բոզի տղա ունենք, Վահան Ավակյան։ Ինձ թվում է դու եւ այդ անձը, այն որ ասում է միևնույն գործարանի արտադրանք Էնելա ապերախտ, անբարոյականի զավակ, դու էլ, հիմա հիմնավոր ես, էդ որ հելել ես, չգիտեմ, Ռոբին չես սիրեմ, Ռոբերտ Քոչարյան, և այլն, ասում ես, ես Ռոբերտ Քոչարյան չեմ միանալու, և այլն, Գագոյ, քո բիզնեսի ծաղկու, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներն էր, էդ քո բիզնեսը հարուրապատկվեց, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներ, իհարկե ինքը տեղից օգտվում էր, բայց իհարկե դու էլ էիր օգտվում։ Դու բացեցիր բազում ագլճկներ, այդ ագլճկների գազը ծերի քեզ էր տվեցվում, դու ծախում էիր միլիարդները դնում էիր ջեբդ։ Ռուսների սպանեցիր զինվորականների, Մարսվով գնաց։ Քո Գագիկ բռնաբար կերպարը Ռոբերտ Քոչարյանի վճռաբեկ դատարանը ասեց դու մարդ չես բռնաբար, դու արդար ես։ Այն կողինները բռնաբար էին, դու ես չեմ կարող հասկանամ, սովետական միության ժամանակ բռնեին ոստիկանի միլիցիոների գլխին սարքեին, դու միլիցիոներ էիր, այդ աղջկան, այդ ռուս կնանիքին բռնաբարելու ժամանակ, քո թայֆով։ Ոստի սովետական դատարանը, գերագույն դատարանը քո գլխին չէր կարող սարքել, որովհետև դու քաղաքական դիսիդենտ չէր, դու Պարուլ Հայրիկյան չէր, որ ասեն գլխին սարքել, տարան խեշմարտունը մցերին ծակը գնաց։ Չէ, դու բռնաբար էիր Էր ռուս կնալիքին։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի դատարանը քեզ արդարացրեց, դատասեց, որ դու մասնակցել ես դրությունների, դառնայր ԲՀԿ-ի լիդեր եւ այլն։ Հետո թքեցի Ռոբերտ Քոչարյանի ամանի մեջ էլ, ասում է, իած ամանի մեջ էլ աղջկար, համճկար։ Հետո անցար Սերժին, եկավ Սերժը։ Սերժի հետ էլ յոլա չգնացի, հելա ասեցի, պասմատից է յասետրինա, խնամուց հետ բռնած, Քրիստիկ հիշում ես, խնամուց բռնած գլխով անում։ Հելան Բամփին գլխից։ Գարլխի քսին մի կողմ, Էլիզադնի դրից, Գասպարյան Վովայի նման մարդը քսի տվին վրեց։ Ծիծեռնակաբերդում փչացրեց, տարբեր տեղը փչացրեց, ասֆալտին պարկավ նարիրան, որ քո համար ես ինչ անի եւ այլն։ Բաներ խոստովից չարիշ։ Եկավ տղեկի բանակի ժամանակը, այն մեծի, նվերիկի, որ նվեր այս ազգին։ Չգնաց բանակ, պիտի գնա ռուսական զորքերն ասեն այ մարտեսի հանցագործավոր եք բերում։ Պիտի գնար հայկական բանակ, հանեցիր հիվատ արգանդի մինինգից եւ ազատեցիր։ Չնայած մարդ բռնաբարելուց, հորից հասովոր է, մարդ բռնաբարելուց, գնդակահարելուց, սպանելուց, տղետ առաջի տեղում էր։ Բայց հիմա շնորհակալություն Լուկաշենկոին գնացել է Բելարուսա, մնացել է այնտեղ։ Հետո եկավ Նիկոլը։ Նիկոլը քեզ հնարավորություն տվեց բիզնեսը կոշարունակելու, ծաղկացնելու, հյուրանոցի լիցենզիա տվել քեզ Խաչմերուկներում հնի եւ նորի Միշենկա բոլորին հայտնի, Կիրոմոսկվայի դեմը, հյուրանոցի լիցենզիա, որը որ իրավունք չունեին տալու, այդտեղ որ բաժարանգրի բաժարի ավտոբուսա գալու, ես չգիտեմ։ Հիմա հենց ասում ես ես ընդդիմադիր եմ Նիկոլի համար։ Հետո ալում հայտարարում ես ասում ես ցեմենտի զավոդը, որը որ կա, ես ձեռք եմ բերել օրինական ճանապարհով։ Գագո դու չես ամանչում։ Այդ սեմ զավոդը քեզով է տվել։ Այո, Քրիստիկ ապրես, Ռոբերտ Քոչարյան Վազգենի աղբոր ձեռից առան տվին քեզ, կոպեկներով, կարելի ասել անվճար, ու քո ցեմենտի խաթեց, պարսկական ցեմենտի վրա վետո դրին, այնց հարկեր դրին, որ Պարսկաստանից ավելի որակյալ եւ ավելի մաչելի ցեմենտ չմտնի Հայաստան, որ դու քո ցեմենտը ծախես։ Այդ քաղաքականությունը արել է Ռոբիկը, այդ քաղաքականությունը արել է Սերժիկը, դու քաղաքականությունը կամարվարում է Նիկոլ Փաշինյանը։ Այսօր դու ընդդիմադիր ես բոլորի Հա, Գագոյում ես տրեշիտ է։
Ես ինչ օպերախտ, ես ինչ անբարոյականի զավակես դու, Գագո։ Էդի ես չեմ ասում, էդի դու ես ասում։ Դու ես էլի հայտարարել, չէ՞, հայտարարել վիզիոն կային կարճատև մայքով, որ իմ հոբարեն քալ հետ քսողը անբարոյականի զավակ է։ Հիմա այսօր ասում ես ընդդիմադիր եմ Նիկոլի։ Ես կուլտուրական եմ խոսում, ոչ մեկի քֆուր չեմ անում, որ մաքսիմում համեն կողմը զայրայինը տարածի, որ արդ աշխարհը տենա քո վիշվածք պատկերը, քո ստախոս, քո տղամարդկային որակավորումից զուրկ, ոչիա խոսքի տերը անձնավորության կերպար եմ ասես օլիմպիական կոմիտեի նախագահից ինձ ուզում են հանել, քեզ մի վարքյան շուտ պետք է պաշտոնից հանել։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանի զինվորական դատախազը լներ, պիտի անմիջապես քրեական գործառույթին քո են փոքր կողոզի ծղուվերեն, ումը որ դու բանակից ազատել ես։ Այն բժիշկների վրա եւ այն զինկոմիսարիատ աշխատողների վրա, որոնք որ քո տղուն ազատել են երկրորդ տղուն, պարտադիր զինվորական ծառայություն։ Նիկոլը որ Նիկոլոնի հիմա պիտի կանչի զինվորական դատախազ, ասեք քեզ 70% ժամանակ, այդ քո թրքանքով տղուն բանակ զորակոչելու համար։ Եթե չէ զինվորական դատախազ, դու ես գնում դրա տեղը ծառայելու։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձեռն տալեմ քեզ։ Ընդամենը 24 ժամ հետո քո կոլխոզի ես տղուն կաքսորեն բանակ։ Ու դու դուրս կգաս քաղաքական պայքարից հանուն քո իմբիցիլ կոլխոզի ես տղու։ Դու ես ուղղակի զարմանում եմ որ չեն անում, հետևաբար ձեռը տալի քո նման իմբիցիլի ներկայություն ինչքան որ մի հատ էլ ալեհեր բիզա քարատող էր արտասանում քո համար, տպավորություն էր որ նիզամին է դեմդ կանգնած կամ Լերմոնտովը, Պուշկինը քո համար բանաստեղծություն էր գրել, դեմդ էլ արտասանում էր, դու էլ մեծ լուրջ դեմքով լսում ես, մտում թե հասկանում ես, հա, օմախայամն էր, լավ, դու ետ ես մարդ դառնալու, ետ հա քո մեջ երևալու տղամարդկային ջիղ, որ մեկի ամանից աղբյուրից, որ հաց ես ուտում, մեջը չթքես, բացառվում է, ախր սխալա դուրս գալում են, ես բոլորին կռնում եմ, բացի քեզնից, սա իմ վերջին կուլտուրական ելույթն է քո հասցեին, վերջին, մյուսը արդեն, կլի այնպես ինչպես է սա անադառնում եմ Քոչարյանին, Նիկոլին, Տաշիրին, մյուսներին, որտեղ ճիշտ դուր չի գալել, ես մյուսներին դրած բմբլահալ եմ ալը, քո նկատմամբ կուլտուրական վերաբերմունք կա։ Սուրենաս լսում ես, չէ, այդ լավա որ լսում ես։ Եվ ես հորդորում եմ բոլորին, այդ զայնագրությունը մաքսիմալ տարածել, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ քո վրա հույսներ չի կարելի, դու միշտ թռել ես, գործի կեսից թռել ես։ Քո ոչ մի խոսքի չի կարելի հավատալ, դու ոչ մեկի հետ մինչև վերջ չես գնացել։ Սերժի հետ գործարքի մեջ մտած, վրից թռալ։ Քոչարյանի հետ գործարքի ես մտեմ, ասում ես պատրաստ եմ բոլորի հետ միանալ, բայց Քոչարյանը չլինի։ Արա դու Քոչարյանով ես դառը Իսահան։ Իմ աչքերից չի Քոչարյանը։ Ու այս քո հիմա Նիկոլն ես բան ասում, դու այսօր քո բիզնեսները որ ունես, էլի շտորի վեց ցալապակասի։ Ես չկարում քո կերպարը հասկանալ։ Ով ես դու քաղաքական աղբես, որը ժամանակ առ ժամանակ նետվում է դաշտ։ Քաղաքական օգտագործված ապահովիչ, բայց տակ։ Ադրբեջանական արտադրության անորակ օտրոք։ Խոսում եմ սա մաքսիմալ տարածել, որպեսզի մաքսիմալ այն մարդը ուզում է գնա դոդին ձենտա, նա ցելքսի բռնի, այս մարդը ինչեր արել, քանիսի տունական է, քանիսի ձեռից է բիզնեսը խլե հացրի ինքնասպանության, ինչա արել առնջի ժողովրդի գլխին, սաղի ձեռից հողերը խլե, կալվածները խլե, բիզնեսները խլե, մտե բիզնես ձեռներից առե, եւ այլն, եւ մենք ախր սիստեմատիկ անդրադարձել ենք քո մարդ տեսակի, գագիկ բռնաբար։ Ես հասկանում եմ այդ բռնաբարության ժամկետներն անցել, դատվածությունը մարվել է, հանվել է, այո, այդ առումով, բայց խոսքը վերաբերում է արդարացման դատավճռին, ումով դու արդարացված, նույն Քոչարյանով, այսօր դու Քոչարյան ես բանոսը, այսօր դու Նիկոլ ես բանասը, որ քո տղեկին բանակ չի տարել, թողեցին, որ բացասպան տղեն երկրից փախնի, չփախնի նսի ու գնա, վերջի մասին վաղ գնաց, բասաբանը տրելավ թվուր կերա, որ պիտի հետ գա, բախի չեք եմ ինչև մանավերիկըտ, հա? Մի տարի առաջ պիտի հետ է կացածլնես, այդ վիշվածք հետ մարդասպան բոզի տղեն, գագո, Սուրենասվել մարդ ես կցեք, մի ադրասում է Թևանյանին բռին տարալ, մարդ ես կցե, հա, հետը բան ես էցեմ, ընտրությունների, լենական մասակցեց եք ընտրությունների Սուրենաս, ոտերը սկերակ,
Էս միասին ու մասնակցեցիք ոտերը սկերա, էլ ուր ես եկես Սուրեն ուշ, դու արյանը խմի մտալ, դե արա խմի լգի քնի, մի արի մտի քաղաքական պայքարի մեջ։ Սա իմ վերջի ձայնային էր կուլտուրական հասցեագրված քեզ, գանգով, տարածեք ժողովուրդ։